բարև ձեզ, իմ հյուրերն են Լազուրեապի հայկական ասոցիացիաների համակարգող խորհրդի նախագահ Վագն Մովսեսյանը, բարև ձեզ, եւ Ֆրանսիայի մեծ արևելքի ֆրանսիական ծիսակարգի գերագույն գլխավոր խորհրդի գլխավոր քարտուղար Ժան-Ֆրանսիս Դորիակը, բարև ձեզ, պարոն Այգ։ Պարոն Դորիակ, ձեր կազմակերպությունը ամեն տարի ապրիլի 24-ին հայցելում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ձեզ համար եւ ձեր կազմակերպության համար ինչ խորհուրդ ունի այս օրը, իդեպ ես տեղյակ եմ, որ դուք առաջին անգամ եք Հայաստանում եւ ձեր տպավորություններով կիսվեք։ Alors oui, c'est la première fin. Իրականում ճիշտ եք, շնորհակալություն այս հնարավորության համար։ Ճիշտ եք, որ մեր կազմակերպությունը արդեն երկար տարիներ է, որ մասնակցում է հիշատակի արարողություններին եւ արդեն երկար տարիներ է, որ մասնակցում ենք նաեւ Հայաստանում, այստեղ Ծիծեռնակաբերդում։ Չնայած հենց այս պահին մեր կազմակերպության մյուս ղեկավարները մասնակցում են նաեւ Փարիզում կատարվող հիշատակի արարողություններին։ Ուզում եմ ասել, որ մեր կազմակերպությունը ներկա է մոտ 55 երկրներում աշխարհում եւ բազմաթիվ տասնյակ հազարավոր անդամներ մասնակցում են այս նմանատիպ իրադարձություններին, որպեսզի հիմք ընդունելով նաեւ այն, որ մեր կազմակերպությունը հումանիտար է, հումանիստ կազմակերպություն է։ Մենք ուզում ենք մեր ձայնը բարձրացնել մարդկության դեմ կատարված ոճիների դեմ, որովհետեւ այլ տարբերակ չկա, պետք է դա ճանաչել, բարձրաձայնել, որպեսզի կարողանանք մենք դրա դեմ պայքարենք։ Ես ճիշտ եք, որ առաջին անգամն եմ այստեղ, շատ ժամանակ չեմ ունեցել եւ ցեղասպանության թանգարանը հենց նոր ավարտեցի այցս այնտեղ։ Ճիշտն ասած դժվար է ինձ բառեր գտնել ասելու համար, թե ինչ եմ զգում, բայց դա իրականում շոկ է եւ մենք բոլորս պիտի անենք այն, որպեսզի նմանատիպ մարդկության դեմ նմանատիպ հանցագործություններ այլևս երբեք չկրկնվեն եւ մենք մեր ձայնը ենք բարձրացնում ոչ միայն Հայաստանում, ոչ միայն Ֆրանսիայում, այլև այլուր։ Montrer du doigt et de dénoncer l'inhumanité et de la combattre. Մեկ տարից ավելի է մենք խոսում ենք հայոց ցեղասպանության մասին, դատապարտում են շատ տասնյակ երկրներ, բայց մի հանգամանք կա ցավալիորեն, որ աշխարհում տարբեր հակամարտություններ են տեղի ունենում եւ ցեղասպանության այդ գործոնը շարունակում է մնալ։ Այսինքն դատապարտելուց հետո կանխարգելման գործընթացը ցավոք սրտի այսօր շատ դեպքերում իրականություն չի դառնում։ Որն է ձեզ պատճառը, որ տասնամյակներ անց, մեկ դար եւ ավելի անց մենք շարունակում ենք աշխարհը շարունակում է բախվել այդ արհավիրքին։ Je crois que le premier effort c'est de parler. Շատ ճիշտ եք նշում, որ շատ է խոսվում այս մասին, շատ է դատապարտվում, բայց կանխարգելիչ միջոցառումները բավականին չեն։ Եվ ես կարծում եմ, որ եթե որպեսզի անցնենք կանխարգելման этаպը եւ լիակատար կարողանանք կանխարգելենք, մենք պետք է ավելի շատ ճանաչենք ինչ է կատարվում աշխարհում եւ ավելի շատ բարձրաձայնենք այդ մասին։ Պետք է այդ մասին խոսել, որտեղ աշխարհի յուրաքանչյուր փոքրիկ մասում ցավոք սրտի դժբախտություններ եւ արհավիրքներ պատահում են եւ շատերը այդ արհավիրքները իրենց վրա զգում են ամենածանր չափով, բայց մյուսները այդ չափով չեն կարողանում դրանք զգալ եւ որպեսզի կարողանանք մյուսների ցավն զգալ, մյուսների արհավիրքը զգալ, չէ՞ որ մենք համամարտկային ենք, մեր արժեքը դրանում է։ Մենք պետք է այդ ամենը բացահայտենք, ճանաչենք եւ անընդհատ խոսենք դրա մասին, որպեսզի կարողանանք կանխարգելել։ Դա է ինձ թվում է միակ ձևը, որպեսզի մենք կարողանանք հասնել կանխարգելման։ Mais il n'est pas porté pour d'autres causes et l'humanité elle est une. Հիմա ձեր կազմակերպության մասին ավելի խորությամբ հայ հասարակության մի զգալի հատված քաջատեղյակ չէ, ինչ կազմակերպության մասին է խոսքը, բայց այն 3 դարյա պատմություն ունի 300 տարի։ Ինչ գործունեություն եք ընդհանրապես ծավալում եւ Հայաստանի հետ հատկապես որ ոլորտներում եք համագործակցում եւ ինչ ուղղությամբ։ L'organisation en soi, le Grand Orient de France. Ճիշտ եք ասում, որ կազմակերպությունը արդեն մի քանի 100 տարվա պատմություն ունի եւ ճիշտ է, որ սկզբնաղբյուրը անգլիական մասոնական կազմակերպություններն են, որոնք արդեն մոտավորապես 400 տարի Ֆրանսիայում են գործում, մի քիչ տարբերությամբ եւ մեր կազմակերպությունը հումանիստ կազմակերպություն է եւ մենք ինչ ենք անում, մենք համախմբում ենք մարդկանց, որպեսզի նրանք աշխատեն իրենց վրա լավացնելով եւ իրենք աշխատեն իրենց շրջապատի սոցիալական կյանքը եւ հումանիտար արժեքները լավացնելու վրա։ Սա է մեր հիմնական գաղափարը, որ մենք համախմբենք այն մարդկանց, ովքեր ցանկություն ունեն իրենց վրա աշխատելու եւ լավացնելու ոչ միայն իրենց, այլև շրջապատին, այլև աշխարհը։ Եվ սա է, որ մեզ հնարավորություն է տալիս լինելով մոտավորապես 55 երկրներում, աշխատելով մեր օթյակների մեջ,
լավացնել այդ քույրերին եւ եղբայրներին ոնց որ ինչպես մենք ենք կոչում, ասում է, որպեսզի իրանք ավելի լավը դառնան եւ որպեսզի իրանք կարողան ավելի լավացնել իրենց շրջապատը։ Սա է մեր հիմնական նպատակը եւ մենք դրա վրա ենք աշխատում, այդ ձևով ենք շարունակում։ Եվ մենք խոսում ենք այդ մասին, բարձրաձայնում ենք, քննարկում ենք, լուծումներ ենք տալիս, բայց շատ ժամանակ մենք այդ վերջնական լուծումներին նույնիսկ չենք էլ մասնակցում, որովհետեւ դա արդեն ուրիշ էտապ է ստացվում, բայց մենք այդ մասին խոսում, բարձրաձայնում ենք եւ գաղափարներ ենք քննարկում։ Ouais, je te laisse. Հաստատի հումանիզմ, ազատություն, համերաշխություն, այս գաղափարախոսությունը, եթե ես ճիշտ հասկացա, անկած ձեր կազմակերպության հիմքում։ Ինձ հետաքրքիր է Հայաստանում այս առումով հասցրել եք արդեն ծանոթանալ ինչ անելիքներ կան, ինչու եմ ասում հասցրել եք, որովհետև ես գիտեմ, որ տարբեր տարիներին իհարկե որոշակի առումով փոխվում են ձեր կառույցի ներկայացուցիչները տարբեր երկրներում, բայց այնուամենայնիվ տարիներ շարունակ աշխատում եք այստեղ։ Հայաստանում այս առումով ինչ խնդիրներ են արձանագրվել։ Il y a des Arméniens qui sont francs-maçons et qui sont... Իրականում ճիշտ է, Հայաստանի հետ նոր չէ որ սկսել ենք հարաբերությունները, ունենք հարաբերություններ եւ բնականաբար Հայաստանում էլ ունենք մեր եղբայրները, որոնք նման հավատամք ունեն, մեր դավանում են նույն արժեքները ինչպես մենք, այդ պատճառով էլ մենք իրենց հետ համագործակցում ենք եւ այդ պատճառով է որ նաեւ գալիս ենք այստեղ եւ իրենց հետ քննարկում ենք մեր հետագա անելիքները։ Իրականում այնպես չէ որ մենք գալիս ենք այստեղ հայերին կամ Հայաստանին օգնելու։ Շատ ժամանակ մենք գալիս ենք այստեղ ձեզանից օգտվելու, հասկանանք թե ինչպես կարող ենք մենք մեր ընդհանուր արժեքները, այդ հումանիզմը, այդ ազատությունն ու հավասարությունը կարողանանք միասին բարձրացնել եւ միասին տարածել։ Չէ որ դուք ընդհանրապես վերջերս եք պատմության մեջ ընդհանրապես վերջերս եք անցել այս արհավերքի միջոցով եւ դուք այն լավագույն օրինակներից մեկը պետք է լինեք, որ կարողանանք միասին աշխատենք, որպեսզի կանխարգելենք նորից նմանատիպ արհավերքները չկրկնվելու համար։ Սա այն հումանիզմն է, այն արժեքներն են, որոնք մենք իրար հետ կիսում ենք եւ ձեր միջոցով մենք կարող ենք նաեւ ավելի լայն ահազանգել, որպեսզի կարողանանք կանխարգելել նման ոճիրները մարդկության դեմ։ Այս ձևով մենք իրար հետ աշխատում, այնպես չէ որ մենք միշտ տալիս ենք, մենք նաեւ ստանում ենք։ Երևի թե ավելի շատ ստանում ենք այստեղ գալուց, քան թե տալիս ենք։ Plus qu'ailleurs. Ինձ նաև հետաքրքրում է, թե որքանով եք դուք տեղյակ Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին, Հայաստանը Ադրբեջանի հետ գնում է դեպի խաղաղություն, Հայաստանը Թուրքիայի հետ փորձում է հարաբերությունները կարգավորել եւ մենք խոսում ենք գաղափարների մասին, համերաշխության մասին։ Օրինակ ձեր պատկերացումներն ինչպիսին են։ Դուք դրա հնարավորությունը ինչպես եք տեսնում երկու ժողովուրդների համերաշխության Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան, ձեր առումով, այսպես դրսի աչքով, որ նայում եք այս գործընթացներին, ինչ տպավորություն ունեք։ Notre vocation n'est pas de dire comment faire. Իրականում մեր կազմակերպությունը չունի քաղաքական կողմնորոշում, մենք քաղաքական կառուցվածքի մեջ առանձնահատուկ տեղ չենք գրավում, բայց մենք ունենք առանձնահատուկ տեղ այլուր, այդ հումանիտար արժեքները, որ մենք դավանում ենք, մենք դրա միջոցով ենք կարողանում մարդկանց համախմբել եւ մեր միջոցով ենք կարողանում շատ հակասող, հակադիր ուժերին համախմբել միտեղ, որպեսզի մարդիկ սկսեն երկխոսություն։ Դա ամենակարևոր քայլն է, որ կարելի է անել, որովհետև այդ երկխոսությունը ծնում է նաև հետագա քայլերը։ Մենք երբեք չենք ստիպում մարդկանց գնալ այս ուղղությամբ կամ այն ուղղությամբ, եւ մենք չունենք այդ ֆորմուլան բանաձևը, որ ասենք դուք այսպես պիտի անեք։ Ընդհակառակը մենք ստեղծում ենք միջավայր, որպեսզի այդ մարդիկ, ովքեր ընդհանուր հումանիտար արժեքներ դավանում են, ունեն, իրենք սկսեն երկխոսություն իրար մեջ, որպեսզի իրենք կարողանան իրենց հետագա քայլերը մշակել, գտնել, որտեղ ամեն մի հակասող կողմի հաջորդ քայլը յուրահատուկ է եւ իրենք պիտի քննարկելով գտնեն հաջորդ քայլերը, ինչպես կարող են իրանք իրար հետ հետագայում շարունակել համագործակցել, զարգացնել եւ այլն։ Qui a un humain à défendre et à prévaloir. Պարոն Դորյակ, շնորհակալ եմ անչափ այս արձագանքների եւ պատասխանների համար, եւս մեկ անգամ ողջունում եմ ձեր այցը մեր երկիր։ Մի քանի հարցեր նաեւ փորձենք ստանալ պարոն Մովսեսյանից, նաեւ գաղափարների մասին մենք խոսեցինք միասին, այդ գաղափարների կրող որքանով են հայ համայնքի ներկայացուցիչները, հայ համայնքը ընդհանրապես ինչով է զբաղված, Հայաստանի հետ ինչ ծրագրեր եք իրականացնում, ի վերջո մեր հայրենակիցներն են դրսում ապրող եւ վստահաբար այն ծրագրերը, որոնք դուք իրականացնում եք, հիմնված են կոնկրետ գաղափարի վրա, ես կուզեմ նաեւ շեշտադրում անենք, թե ինչ գաղափարի վրա են հիմնված եւ ընդհանրապես Սփյուռքը հայ համայնքը ինչ է մտածում Հայաստանի շուրջ իրավիճակի մասին։ Մի քանի գլոբալ հարցեր տվեցիք, փորձեմ հնարավորինս ներկայացնել։
Գիտեք, Ֆրանսիա հայ համայնքը ամենամեծ համայնքներից է, ցեղասպանությունից հետո ձևավորված եւ հիմնական քաղաքներում, որտեղ հայությունը բավականին մեծ է, դա Փարիզ, Լիոնը եւ Մարսելն է։ Մեր տարածաշրջանը Լազուրե ափը, Նիսը եւ կողքի քաղաքները չի համարվում մեծ գաղութ, այսինքն իրականում քանակով էլ չենք կարող ասել, թե քանի մարդ է, որովհետեւ դժվար է հասկանալ ով է հայ, ով ոչ, տարբեր հանգամանքներից ելնելով, հաշվում ենք, որ մոտավորապես 15000 իրեն հայ համարող մարդ կա տարածաշրջանում։ Գիտեք, որ Ֆրանսիայի դեվիզը ազատություն, եղբայրություն, հավասարությունն է, եւ մարդիկ 4-րդ, 5-րդ ծերունդն է, որ այնտեղ ապրում են, մարդիկ այնտեղի քաղաքացիներ են եւ այդ արժեքները դավանում են եւ դա է իրենց նաեւ օգնում եւ աջակցում եւ նաեւ ստիպում, որպեսզի իրենք համախմբվեն եւ կարողանան իրենց հարցերը այնտեղ բարձրացնել, ստուգել, ճշտել, իրականացնել եւ նաեւ կապ ստեղծել արտերկրի հետ։ Արտերկրի մեջ մտնում է նաեւ Հայաստանը։ Գիտեք, այնտեղ Ֆրանսիան նախ ասոցիացիաների երկիր է, համեմատելու համար ասեմ, որ Ֆրանսիայում գործող մոտավորապես 1.5 միլիոն ասոցիացիա կա, դա յուրահատուկ դեպք է, ամբողջ ֆրանսիական համակարգը ասոցիացիաների միջոցով է աշխատում եւ եթե չչափազանցնեմ, այդ ասոցիացիաների ընդհանուր բյուջեն մոտավորապես 150 միլիարդ եվրոյի կարգի է, որի համարյա կեսը պետական աջակցություն է ուղղակի։ Պատկերացրեք, թե ինչ ազդեցություն ունեն այդ ասոցիացիաները, բնականաբար հայերն էլ այնտեղ ստեղծել են իրենց ասոցիացիաները, համայնքը նոր է համեմատաբար, այսինքն ձևավորվել է ցեղասպանությունից անմիջապես հետո, մինչև այդտեղ հայկական համայնք չի եղել։ Եվ 20-ականներին այնտեղ ստեղծել են իրենց փոքրիկ եկեղեցին, որը իրենց կապող օղակն է եղել, մինչև հիմա կա եւ շարունակում է։ Բնականաբար, որտեղ 2-3 հայ, այնտեղ 2-3 ասոցիացիա արդեն ունենք եւ եկեղեցին, ունենք տարբեր հումանիտար ասոցիացիաներ, սպորտային, մի քանի մշակութային, առևտրացիոնաբերական եւ այլն եւ այլն։ Այդ տարածաշրջանի բազմաթիվ ասոցիացիաները համախմբվել են մի խորհրդում, որը կոչվում է Լազուրե ափի հայկական ասոցիացիաների խորհուրդ, եւ այդ խորհրդի պատիվ ունեմ այդ խորհրդի ընտրված նախագահը լինելու, որ ներկայացնում է 10-ից ավելի ասոցիացիաներ։ Հիմնականում ինչ ենք մենք իրականացնում Հայաստանի հետ, գիտեք, որ 88 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո ամբողջ աշխարհը փորձեց օգնության ձեռք մեկնել Հայաստանին, այդ թվում նաև Նիսի համայնքը, հայկական համայնքը, որը իրականում ոչ մի կապ չուներ Հայաստանի հետ։ Այսինքն հայաստանցի այնտեղ չկար, այնտեղի հայերը ոչ մի կապ չունեին Հայաստանի հետ, բայց ստեղծել են ասոցիացիա ընդամենը 3-4 օր հետո երկրաշարժից, որը կոչվում է SOS Arménie Côte d'Azur, այսինքն Լազուրե ափի SOS Հայաստան կազմակերպությունը, որը մինչև հիմա կա եւ ակտիվորեն աջակցում է Հայաստանին հումանիտար գծով։ Այդ ասոցիացիայի միջոցով է, որ մենք կարողացել ենք երկար տարիներ լուրջ իրական լուրջ ծրագրեր իրականացնել, լուրջ ավելի շատ արժեքային առումով, քան թե ֆինանսական առումով, որովհետև այն արժեքները, որ մենք եւ մեր ասոցիացիայի անդամները դավանում ենք, մեզ օգնել են ստանալու շատ ավելի մեծ օգնություն, քան թե մենք կարողանանք ստանալ, եթե ունենանք ինչ-որ գումար կամ ֆինանսներ։ Դա է պատճառը, որ այս ասոցիացիան լինելով փոքրաթիվ, չունենալով ֆինանսական միջոցներ, լուրջ միջոցներ, բավականին մեծ ծրագրեր իրականացրել Հայաստանում եւ շարունակում է իրականացնել։ 18 թվականից այս կողմ ասոցիացիան ավելի ակտիվացրեց իր աշխատանքները։ Գիտեք, որ 17-18 տարի առաջ Երևանը եւ Նիցան քույր քաղաքներ են դարձել եւ կոնկրետ Նիսի եւ Երևանի միջև բազմաթիվ ծրագրեր են իրականացնում մեր ասոցիացիայի միջոցով։ Այնտեղ տարածաշրջանում ասոցիացիան բավականին հայտնի է Հայաստանի հետ կապող կամուրջ է եւ ունենք հիմնական մեր աջակիցները դա քաղաքապետարանն է, մետրոպոլն է, դեպարտամենտն է, տեղի համալսարանն է, հիվանդանոցների ցանցն է, տարբեր այլ ասոցիացիաներ են, նույնիսկ տարածաշրջանից դուրս գտնվող ասոցիացիաներ ֆրանսիական ոչ մի կապ չունեցող Հայաստանի հետ, իմանալով, որ մենք աջակցում ենք Հայաստանին, հատուկ ընթրիքներ են կազմակերպում, որպեսզի հանգանակեն գումար եւ որևէ ծրագրին նվիրաբերեն։ Մենք այդպիսի միջոցներով ենք կարողանում այդ ծրագրերը իրականացնել։ Ինչ ենք անում Հայաստանում։ Հայաստանում իրականացնում ենք բազմապրոֆիլ ծրագրեր,
Մեր այստեղի հիմնական գործընկերները Երևանի քաղաքապետարանն է, առողջապահության նախարարությունն է, սոցիալ նախարարությունն է, Իմ քայլը հիմնադրամն է, ֆրանսիական համալսարանն է, բազմաթիվ հիվանդանոցներ են, որովհետև օրինակ բերեմ, որպեսզի ավելի հասկանալի լինի ինչ է եւ նաեւ եթե թույլ կտակ նորից կրկին այդ մասին շեշտեմ 23 թվականին Նիսի քաղաքապետարանի համալսարանի եւ հիվանդանոցների ցանցի ֆրանսիական կողմից եւ Երևանի քաղաքապետարանի եւ բժշկական համալսարանի առողջապահության նախարարության հետ համաձայնություն ենք ձեռք բերել, որպեսզի հայաստանցի բժիշկներին վերապատրաստենք Ֆրանսիայում։ Մենք վերադառնում ենք Ֆրանսիա 2 օրից եւ 1 շաբաթից հետո բժիշկների հերթական խումբն է գալիս։ Սրանք այն բժիշկներն են, ովքեր ունեն բավականին փորձ արդեն, իրենք ուզում են շատ լուրջ մասնագիտանալ որևէ կոնկրետ ուղղության մեջ եւ Նիսի 6 հիվանդանոցները հնարավորություն են տալիս այդ մասնագիտական պրակտիկան անցկացնելու։ Այդ ամբողջը կազմակերպվում է եւ արվում է մեր միջոցներով, մեր կողմից։ Միակ խնդրանքը, որ մենք ունենք հայ բժիշկներին, ֆրանսերեն լեզուն է, որպեսզի իրենք կարողանան այնտեղ գոլեգաների հետ շփվեն եւ աշխատեն։ Այս ծրագիրը արդեն 15 բժիշկ է բերել եւ շարունակական է լինելու։ Մենք ունենք խնդիր բժիշկներին այնտեղ հյուրընկալելու, որտեղ գիտեք, ամառվա սեզոնին այնտեղ անշարժ գույքը բավականին թանկանում է եւ այդքան ֆինանսական միջոցներ չունենք, որպեսզի հյուրընկալենք։ Քաղաքապետարանը մեզ այս հարցում եւս աջակցեց, մեզ տրամադրել է մի մեծ տուն, որը մենք վերանորոգեցինք եւ մշտապես կարող ենք այս ծրագիրը իրականացնել, այսինքն բժիշկներ բերելու պրակտիկան ինտենսիվ կլինի։ Դրա հետ մեկտեղ մենք ֆրանսիական համալսարանի հետ մեկտեղ արդեն 19-րդ տարին է, որ ամեն տարի 6-ից 10 ուսանողներ, լավագույն ուսանողները, որոնք անցնում են քննություն, բերում ենք մեզ մոտ պրակտիկայի ամենատարբեր պրոֆիլների, մենեջմենտ, մարքեթինգ, իրավաբանություն եւ այլն, որպեսզի իրենք մասնագիտանան 2 ամսով այնտեղ։ Սա էլ լրիվ մեզ վրա է արվում։ Բազմաթիվ ծրագրեր իրականացնում ենք Իմ քայլը հիմնադրամի հետ։ Ժամանակին իրականացրեցինք ջերմոցների կառուցում դպրոցների կողքը, որպեսզի երեխաները նախ սովորեն դա ինչպես է արվում, օգտվեն իրենց աճեցրածից եւ դպրոցը ավարտելուց հետո չթողնեն չհեռանան գյուղից, այլ մնան եւ շարունակեն ջերմոց կառուցել, որտեղ պետականորեն նման աջակցություն կա եւ այս վերջերս էլ անցած սեպտեմբերին այստեղ էինք, մենք հերթական մի այլ ջերմոցը բացեցինք Վարդենիսում խնամքի տան կողքը մոտ 500 քառակուսի մետրանոց ջերմոց է իր ջեռուցման եւ բոլոր համակարգերը, որպեսզի այն ծերերը, որտեղ այնտեղ ապրում են, կարող են եւ ի վիճակի են եւ ունեն այդ գիտելիքները հողի հետ աշխատելու, որպեսզի իրենք հնարավորություն ունենան աշխատելու։ Մենք պատրաստում ենք սեպտեմբերին մեկ այլ ջերմոց բացել Երևանի համար, մեկ խնամքի տան կողքին, որի հետ որով համագործակցում ենք մեր այստեղի պարտներ Իմ քայլի հիմնադրամի եւ սոցիալ նախարարության հետ։ Մի խոսքով բազմաթիվ նմանատիպ ծրագրեր են, որ ամեն անգամ մեզ այստեղ բերում են եւ քանի որ տարին 2 անգամ մենք գալիս ենք այստեղ ապրիլի 24-ի հիշատակի արարողություններին մասնակցելու եւ սեպտեմբերի 21-ին երկուսին վոլիկ օր է եւ քանի որ շատերը գիտեն, որ մենք արդեն երևի 25-րդ տարին է գալիս ենք, օգտվում են մեր այստեղ գալու առիթից եւ խնդրում են աջակցել իրենց կազմակերպելու իրենց այցելությունը, այն ինչ որ այստեղ տեսնում եք, այս կազմակերպության արդեն որերորդ տարին է մենք աջակցում ենք, որպեսզի մենք ընդունում ենք իրենց այստեղ կազմակերպում ենք եւ կազմակերպում ենք հանդիպումներ մնացած մյուսների հետ։ Էլի լիքը բաներ կա, որ գիտեմ, որ շատ աշխատանք եք իրականացնում, որ կարելի է թվարկել այսպես, բայց մեր ժամանակը ցավոք սպառվում է։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ, պարոն Նայք, այս հնարավորության համար եւ ձեր կազմակերպությունների, կառույցների աշխատանքը մեր հասարակության ու հանրությանը տեղյակ պահելու համար շնորհակալ եմ։ Ես ուզում եմ հիշեցնել մեր հեռուստադիտողներին, որ զրուցում էի Լազուրե ափի հայկական ասոցիացիաների համակարգող խորհրդի նախագահ Վահագն Մովսեսյանի եւ Ֆրանսիայի մեծ արևելքի ֆրանսիական ծիսակարգի գերագույն գլխավոր խորհրդի գլխավոր քարտուղար Ժան-Ֆրանսիս Դորիակի հետ։